Ով կմտածեր, որ Իրանի դեմ պատերազմը Վաշինգտոնին կարող է բերել ՆԱՏՕ-ից հեռանալու շեմին։ Կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Չի բացառվում, աշխարհում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, հատկապես ՆԱՏՕ-ի առանցքը թողնի ՆԱՏՕ-ից հեռանալ։ Այո, կարող է հեռանալ, կարող է չհեռանալ, բայց Թրամփը հայտարարել է, որ այսօր մոտավորապես երևի 8 ժամ հետո մեր այս պահից սկսած ազգային մի մեծ ելույթ է ունենալու, կարևոր հայտարարություն է անելու, բնականաբար ՆԱՏՕ-ի մասին չի խոսելու, բայց ՆԱՏՕ-ից նա ինքնուրույն չի կարող հեռանալ, որովհետև կոնգրեսի թույլտվությունն է պետք, համաձայնությունն է պետք, այնպես որ ավելի շուտ կխոսի Իրանի հարցերի մասին, իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա գիտեք, դաշնակիցների հարցում այս դեպքում պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան դաշնակից չեն, գոնե այս հարցում դաշնակից չեն հաստատ, իսկ Իրանի դաշնակիցները ավելի վստահելի են պարզվեց։ Այսինքն Թրամփը մտածում էր, որ եվրոպական երկրները կներքաշվեն այս պատերազմի մեջ։ Գուցե այդպես էին իրեն զեկուցել, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց բոլոր հաշվարկները Թրամփի վարչակազմի կապված Իրանի պատերազմի հետ, փաստորեն գլխավոր հաշվարկները սխալ դուրս եկան։ Եվ այն առումով, որ Իրանը անմիջապես կփլուզվի, երբ գլխատեն ղեկավարությանը, եւ դաշնակիցների հարցով, եւ որ այսքան երկար Իրանը կարող է հաշվարկված էր Բլիցկրիգի վրա։ Այո, հավանաբար այդպես էր հաշվարկված, չգիտեմ ովքեր են այդ հաշվարկները կատարել, որտեղ այնուամենայնիվ այնտեղ կան լուրջ զինվորականներ, նման է ուկրաինական հաշվարկի։ Գուցե ինչ որտեղ նման է, չգիտենք, ենթադրություններ կարող ենք անել այս առումով, բայց որ սխալ են հաշվարկները, դա արդեն պարզ է։ Թրամփն ասում է, մենք շուտով կլքենք Իրանը։ Այսօրվա հայտարարություն է։ Իսկ Իսրայելը։ Նա նկատի ունի, որ դուրս կգա պատերազմից։ Դուրս կգա։ Իսկ Իսրայելը։ Իսրայելը նպատակ չունի առայժմ պատերազմը դադարեցնել։ Մնում է այս կոնֆլիկտում միայնակ։ Այո, եթե դուրս գա Միացյալ Նահանգները, բայց հարցը ուրիշ է այստեղ։ Հարցն այն է, որ եթե Միացյալ Նահանգներն էլ դուրս գա, Իսրայելն էլ ասի, ես դուրս եմ գալիս, լավ, վերջացրեցի, էլ չեմ ռմբակոծում Իրանը, Իրանը կարող է շարունակել հարվածել նրանց եւ ամենակարևորը, ամենամեծ հարվածը, որ Իրանը հասցնում է Միացյալ Նահանգներին, դա Հորմուզի նեղուցի փակ պահելն է։ Սա է խնդիրը։ Մի քիչ արեղծված է ինչի, որ այդ ռազմական այդ պոտենցիալը ունեցող երկրները չկարողացան Հորմուզի նեղուց վերցնել։ Ոչ, որովհետև Հորմուզի նեղուցը շատ նեղ է, ես այսօր ի դեպ մի հոդված եմ գրել այդ մասին, դեսանտային գործողություններ ինչպիսին կարող են լինել, քանի որ զորքեր են բերել լրացուցիչ ծովային հետևակայիններ, 82-րդ օդադեսանտային դիվիզիան, հատուկ նշանակության զորքեր են բերել, բայց դրանք որևէ լուրջ գործողություն չեն կարող այնտեղ իրականացնել։ Բանն այն է, որ Իրանի ափը, որ եւ Պարսից ծոցով, եւ Հորմուզի նեղուցով, եւ Օմանի, ուրեմն այնտեղ ծոցով եւ այլն, այս ափը ձգվում է մոտ 2250 կիլոմետր։ Եվ Իրանը այդ ամբողջ տարածքով վերահսկում է բնական ռելիեֆը շատ բարենպաստ է պաշտպանություն կազմակերպելու համար, ափից շատ մի քիչ են կողմ, հիմնականում լեռներ են, լեռնաշղթա է, ունի Իրանը եւ հրթիռներ, եւ հրետանի, եւ հատուկ միջոցներ կրակային, հակատանկային, որոնք Վաշինգտոնը ասում է ոչնչացված են։ Ոչնչացված չեն, եթե ոչնչացված լինեին, այս վերջի 24 ժամվա ընթացքում Իսրայելը 12 անգամ միայն Իրանից չէր հրթիռակոծվի եւ ԱԹՍ-ների հարվածների ենթարկվի։ Պատկերացնեք 12 անգամը նշանակում է 2 ժամը 1 մարդիկ վազել են ապաստարան, այսինքն երկիրը Իսրայելը չհաշված դեռ Հեզբոլայի հարվածները, որ ամեն օր այո, Լիբանանից, հատկապես հյուսիսային շրջանների պատերազմի մասին, բայց Իսրայելը գրավում է Լիբանանը։ Չի կարողանում գրավել Լիբանանը։ Հարավը գրավել է։ Չի գրավել։ Հայտարարել է, որ ցանկանում է առաջ գնալ մոտավորապես 30 կիլոմետր մինչև Լիթանի գետը, բայց չի կարողանում առաջ գնալ։ Տասնյակ
տանկեր են խփվել այս վերջի 30 օրվա ընթացքում Հեզբոլայի կողմից, մի թիվ ես այսօր լսեցի, եթե ճիշտ է 160 տանկի մասին են ասում, անպայման չի ոչնչացվել, նաև վնասվելու մասին է խոսքը, եթե 160 է չլինի, տասնյակ Որն է գաղտնիքը այս դիմադրության։ Պատրաստվել են լրջորեն տարիներով, տասնամյակներով եւ Իրանը, եւ իր դաշնակիցները Հեզբոլահը տվյալ դեպքում, Իրաքի շիական ռազմական խմբավորումները եւ հուսիթները, որոնք նույնպես մտան պատերազմի մեջ։ Փաստորեն տեսեք, 3 ճակատ լրացուցիչ բացվեց եւ Իրաքում, եւ Լիբանանի ճակատն է բացվել Իսրայելի համար, եւ Եմենն է մտել խաղի մեջ եւ դեռ նրանք կարող են լրացուցիչ շատ մեծ։ Հորմուզը կարելի է վերցնել, բայց գինը մեծ կլինի։ Չեն կարող, պարզապես չեն կարող, որովհետև տեսեք, Միացյալ Նահանգների այդ հզոր նավատորմը, որ Թրամփը անվանում էր Արմադա, այն իսպանական անհաղթելի Արմադայի պես, հարյուրավոր կիլոմետր հեռու է պահում իրեն այդ ափից իրանական, որովհետև կան գերձայնային հակառազմանավային հրթիռներ, կան բալիստիկ հրթիռներ, կան ԱԹՍ-ներ, որոնց դեմ պաշտպանությունը այսօր հակաօդային պաշտպանությունը 100%-անոց չէ, երաշխավորված չէ, որ չեն խփի, իսկ եթե խփեն ինչ կլինի, եթե խփեն միանգամից հարյուրավոր նավաստիներ են զոհվելու, իսկ որ ասում են ափ քիչեցնենք դեսանտ եւ այլն, եւ դրա դա ընդհանրապես ծիծաղելի է, որովհետեւ այդ դեպքում կարող են հազարավոր զոհեր լինել եւ գետնի վրա եւ ափին մոտենալուց կարող են այդ զոհերը լինել, ամեն մի դեսանտային նավի վրա կարող է լինել 1000 օրինակ ծովային հետևակային։ Այսինքն, եթե անգամ ՆԱՏՕ-ն պատկերացնենք ապրիորի, որ իր ողջ կազմով մասնակցել այս օպերացիային։ Այո։ Էլի չէր ունենալ։ Շատ, գիտեք ինչն է խնդիրը։ Այդպիսի գուցե եթե մոբիլիզացնեին իրենց ժողովուրդներին, հազարավոր զորքեր հավաքեին գային Իրանի դեմ պատերազմի, այդ ժամանակ գուցե մի հաջողության կհասնեին, բայց ինչ գնով գինը կլիներ տասնյակ հազարավոր սպանված զինվորներ։ Այսօր նմանատիպ գործողություն ոչ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել, չի կարող իր ժողովրդին համոզել, որ ինձ պետք է ձեզ մոբիլիզացնեմ, իմ բանակը քառապատկեմ, չգիտեմ, տասնապատկեմ, մի միլիոնանոց բանակով հարձակվեմ Իրանի վրա, ոչ էլ բնականաբար եվրոպական պետությունները։ Միացյալ Նահանգներում այս պատերազմը չունի աջակցություն ժողովրդի։ Դուք ունեք այդ տպավորությունը, որ Թրամփի հայտարարությունները այս պատերազմից հետ քաշվելու մասին են։ Այո, նա ցանկանում է պատերազմից հետ քաշվել, բայց չգիտի ինչպես հետ քաշվի, որովհետև եթե դու պատերազմը սկսել ես, պատերազմի ավարտի համար պարտադիր է նաև դիմացինի համաձայնությունը։ Կներեք, իսկ եթե այդ դիմացինի համաձայնություն չտա, դու չես կարող սկսել, իսկ դիմացինը չի ցանկանում այս պահին դադարեցնել պատերազմը, որովհետև եթե դադարեցվեց, նա այսպես է մտածում Իրանը, որ մի կես տարի հետո իրենց զենքերը կհամալրեն, հրթիռները կհամալրեն, հակահրթիռները կհամալրեն եւ այլն, նորից կհարձակվեն, նորից ինձ կռմբակոծեն, թույլ չեն տա, որ մեր երկիրը խելքի գա։ Եվ ասում եմ, ես այդպես համաձայն չեմ, ես ուրեմն կպայքարեմ այս պահին մինչեւ այն կետը, երբ դուք կկատարեք իմ պահանջները, որոնք կբավարարեն իմ երկարաժամկետ անվտանգության հարցերը։ Մի զարմանալի հանգամանք էլ կա, որ Իսրայելին եւ նահանգներին հաջողվեց գլխատեր ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը, հոգեվոր առաջնորդը, բայց Իրանը մնաց անսասանելի։ Կառույցը մնաց անսասան, համակարգը մնաց անսասան։ Քանի որ նրանք տասնամյակներով գիտեին, որ Միացյալ Նահանգները կարող է հարձակվել, իդեպ Միացյալ Նահանգները 25-30 տարի առաջ շատ ավելի հզոր էր, քան այսօր, եւ Իրանը դեռ այսքան ուժեղ չէր, գոնե ռազմական առումով, քան այսօր, նաև ժողովրդագրական առումով։ Տեսեք, 2000 թվականին Իրանը մոտավորապես 70 միլիոն էր, 69 միլիոն, 70 միլիոն։ Իսկ այսօր 91, 93 միլիոն է այդ երկիրը։ Ընդամենը 25 տարվա ընթացքում 20 միլիոն մարդ է ավելացել, հասկանում եք, չհաշված, որ այս հրթիռային ծրագիրը զարգացավ Իրանում, գետնի տակ մտցրեցին նրանք իրենց հրթիռները, արտադրությունը, հրթիռների գործարանները, ԱԹՍ-ները եւ այլն, որպեսզի չենթարկվեն այն հնարավոր հարվածներին, որոնք գիտեին, որ իրենց գլխին գալու է, այսինքն շատ լուրջ են նախապատրաստվել։ Նաեւ Հեզբոլահն է բավական լուրջ նախապատրաստվել, տեսեք, արդեն քանի օր է չեն դադարում այդ հրթիռները դեպի Իսրայել հարվածել,
եւ մեծ ավերածություններ են գործում, քանի որ տարածությունը շատ մոտ է, իսկ ամենակարևորը Հեզբոլլահը ձեռնամարտի մեջ է մտնում իսրայելյան զորքերի հետ, կարողանում է անել այն, ինչ իրանական զորքերը չեն կարողանում անել, անմիջական կորուստներ է պատճառում հենց իսրայելցի զինվորներին, որոնք չկան։